այդ սերը քուն ու դադար չի տալիս լրտեսական եռագլուխ կուսակցությանը։ Նրանք ամեն օր մի խնդիր ունեն։ Տենց լինում է, չէ, ժողովուրդ։ Չէ, տենց լինում է, չէ, որ ինչ-որ մի լավ բան է պատահում և նա, ում հետ այդ լավ բանը պատահում է, ինքը իրականում շատ խոցելի է, մանավանդ, եթե այդ լավ բանը պատահել է երկար ժամանակվա հուսահատությունից հետո։ Եվ երբ որ այդ լավ բանը պատահում է, մարդը շատ խոցելի է վախերի նկատմամբ, որովհետև ինքը վախենում է հանկարծ պարզվի այդ լավ բանը այդքան էլ լավ բան չի և ինքը կորցնի այդ լավի, այդ ուրախի, այդ երջանկության զգացողությունը և լրտեսական եռագլուխ կուսակցությունը ամեն օր առավոտից իրիկու խնդիրադնում վախեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վախեցնելով իր մտածածին 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմայով, ես ձեզ պատասխանատու ասում եմ, Հայաստան, Ադրբեջան բանակցություններում այդպիսի հարց երբեք ոչ մի անգամ չի քննարկվել, պատերազմի լրտեսական կուսակցությունը միլիոններ է ծախսում այդ թեման օրակարգ բերելու համար, որովհետև նրանց ձեռնտու չի խաղաղությունը, որովհետև խաղաղությունը նրանց թույլ չի տալիս թալանել և այդ թալանը փակել իբր բանակ կառուցելու, իբր անվտանգություն կառուցելու ծխածածկույթի տակ։ Նրանք 30 տարի գողացան բանակի անունով և իրենց համար դղյակներ կառուցեցին բանակին թողելով կանսերվի կոկոշներ, բառից բուն իմաստով կանսերվի կոկոշներ և կանսերվի կոկոշներ էին, ժողովուրդ ջան, ոչ միայն կանսերվի կոկոշները, որոնց մասին դուք գիտեիք, այլև այն, ինչ որ նրանք զենք էին անվանում, Հայաստանի բանակի ուրեմն ամենահուսալի հրետանին և սիրված հրետանին եղել է D30 հրանոթը, այդպիսի հրանոթ կա, D30, այսինքն մեր բոլոր, ինքը իրականում լավ զենք է, ինքը հին տեխնոլոգիայի, բայց լավ զենք է, շատ լավ զենք է։ Ես ձեզ ուզում եմ մի նորություն ասել, առաջին անգամ գործարանային արտադրության D30 Հայաստանի Հանրապետությունը ունեցել է 2024 թվականին։ Առաջին անգամ D30 զենքի առաջին օգտագործողը Հայաստանի Հանրապետությունը եղել է 2023 թվականին։ Դրանից առաջ մեր ողջ հրետանին եղել է 50 թվի արտադրության, 60 թվի արտադրության, այն Սերժը, որ ասում էր 80-ականների զենքեր, ինքը չափազանցնում էր, այդ ինքը իրան ուժեղ տղուտեղ էր դրել, որ ասում էր 80-ականների զենքեր, այդ զենքերը իրականում 60-ականների և 70-ականների են, և նրանք խոսում են, թե բանակ են ժառանգել, նրանք բանակ չեն ժառանգել, նրանք ժառանգել են 50-ականների, 60-ականների, ոչ ըստ էության օգտագործման վերջին ստադիայի մեջ գտնվող զենքերով մի բանակ, որը այլ պետությունները այլևս չօգտագործելու պատճառով շպրտել են Հայաստանի Հանրապետությանը, իսկ թե ինչ է բանակը, ինչ է սպառազինությունը, ինչ է տեխնոլոգիան, եկեք և մայիսի 28-ին տեսեք Հանրապետության հրապարակում և դուք դա տեսնելով և դուք
դա տեսնելով կհասկանաք, կառերեսվեք, թե ինչ նկատի ունեմ ասելով Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, որովհետև դուք այսօր կարող եք հպարտ լինել ձեր բանակով, ձեր ունեցած սպառազինությամբ եւ տեխնիկայով, որովհետև դա իրական արժանապատիվ պետության բանակ է եւ մենք դա ձեզի ցույց կդնենք մայիսի 28-ին։ Եկեք, տեսեք եւ հպարտացեք, եկեք, տեսեք եւ հպարտացեք, ընդ որում դուք կտեսնեք ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա օտար երկրի արտադրության, բայց նաեւ դուք կտեսնեք ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա Հայաստանի Հանրապետության արտադրության 2026 թվականը այն առաջին տարին է, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մրցունակություն է ցույց տալիս զենքի միջազգային շուկայում եւ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ զենք է արտահանում միջազգային շուկա, դա նշանակում է, որ միջազգային շուկան հետաքրքրված է մեր արտադրանքով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար